Հայտարարությունը ասում է, որ պայմանավորվենք ժամի, այսպես ստորագրման հետ կապված, հիմա դուք եք ասում Ալիևը խոսում է 0, այսպես տոկոս վստահություն։ Եվ ինչ ասում շարունակությունն էլ ասա, որ հարցը տեղին լինի։ Ասում որ ամեն ինչ պետք է դրվի թղթի վրա։ Թղթի վրա։ Հիմա մոտ ժամանակներում, երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման, այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում, չգիտեմ, 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը։ Դե մի քիչ բան հարց է տալի, Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված եմ։ Նույնիսկ եթե այնտեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը չեղած լինի, հələ ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ համարում։ Վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ։ Չէ, փակա, տեքստը փակա։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակա։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։ Կարող ենք ենթադրել, որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը, անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի։ Հիմա Ալիև Հայաստանը տրամադրի Ադրբեջանին իբրև թե 30 տարի օկուպացնելու համար։ Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի, ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն էլ հաճախ բանես հայտարարություն։ Հիմա վարչապետը 5 հատ խորհրդական ունի, կա շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն, կա փաստաթուղթ, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով, մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի, ժամի եւ ֆորմատի այդ քննարկումներին, արդեն ընթացած գործերը ոնց կգնան, արդեն տեղակ կլինեն։ Ասում որ Ալիևը նշում է, որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստանը ունի հստակ դիրքորոշում։ Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի, իսկ սահմանների հետ կապված ապառազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին, որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ Սահմանազատումից հետո Դե սահմանազատումը ընթացքի մեջ է։ Դե հիմա ասում եմ, դե միջև լինի, դե շատ բան են ցանկանում, թե ցանկանում, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։ Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն տարածի։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի բանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա էլ կկրակեն կհարցակեն։